Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը այծեղջյուր նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, լարված օրերը, կնշեմ, որ օրերի ծնվածները ինչպես զգուշանան բացասական այս ասպեկտացիաներից, ինչպես նաև նորալուսին, լիալուսին կնայենք։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը առաջին հերթին պետք է նայել ասցենդենտի նշանով։ Այսպիսով, արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի խոյ նշանում, իսկ դա, սիրելի ընկերներ, ձեր 4-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է զբաղվելու ընտանիքի հետ կապված հարցերով, ընտանիքի անդամների հետ կապված հարցերով, մայրիկի հետ կապված հարցերով հատկապես, ինչպես նաև անշարժ գույքի շինարարության հետ կապված հարցերով։ Ապրիլի 20-ից հետո արևը կանցնի ցուլ նշան ձեր 5-րդ տուն եւ դրական ժամանակահատված կստեղծի ձեզ համար, որպեսզի զբաղվեք ձեր բիզնեսով, երեխաներով, սպորտով, եթե ունեք սիրավեպ, ապա հաճելի ուղղակի ժամանակահատված կլինի ձեզ համար։ Մերկուրի մոլորակը մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկների նշանում ձեր 3-րդ տանը։ Լավ ժամանակահատված է, որպեսզի գնաք ինչ-որ դասընթացների, խոսակցությունները, շփումը շատ կլինի հարևանների հետ, քույր եղբայրների հետ, դասընթացների համար է լավ ժամանակահատված, քննություններ հանձնելու համար է լավ ժամանակահատված, ինչպես նաև կապի տրանսպորտի միջոցներ ձեռք բերելու համար։ Ամսի 15-ից հետո Մերկուրին կանցնի խոյ նշան ձեր 4-րդ տուն եւ գուցե Մերկուրին 4-րդ տանը բերի ուղակի շատ խոսակցություններ տանը, կամ ուղակի փակ տարածքներում ավելի շատ լինի ձեր շփումը, հանդիպումները, խոսակցությունները, կամ ինչ-որ փաստաթուղթ կապված առք ու վաճառքի հետ։ Վեներա մոլորակը մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 5-րդ տանը։ Վեներան 5-րդ տանը կբերի ձեզ հաճելի ժամանց, հաճելի գուցե նվեր ձեր սիրեցյալից, ինչպես նաև ինչ-որ հաճելի նորություն գուցե ստանաք ձեր երեխաներից, լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր արտաքին տեսքով այս ժամանակահատվածում, Ապրիլի 24-ից սկսած Վեներան կանցնի երկորյակ նշան ձեր 6-րդ տուն, դա առողջության տունն է, ընտանի կենդանիների տունն է, ինչպես նաև աշխատանքի, աշխատավայրի։ Գուցե աշխատավայրում ձեզ ավելի շատ վարձատրեն այս ամսում, կամ հավելավճար ստանաք, կամ անցնեք նոր աշխատանքի, որը ձեզ շատ դուր կգա։ Մարս մոլորակը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկների նշանում ձեր 3-րդ տանը, զգույշ եղեք, սիրելի ընկերներ, հնարավոր է, քանի որ անսարքություններ առաջանան հեռախոսների, համակարգիչների, մեքենաների հետ, այնպես որ եթե ճանապարհ եք գնալու, զգույշ եղեք, որ մեքենան չփչանա ճանապարհին, ամեն ինչ այնպես արեք, որ սարքին լինի։ Ինչպես նաև Մարսը 3-րդ տանը հնարավոր է բերի տարաձայնություններ հարևանների, քույր եղբայրների հետ։ Ամսի 10-ից հետո Մարս մոլորակը կանցնի խոյ նշան ձեր 4-րդ տուն, գուցե բերի տարաձայնություններ ընտանիքում, տարաձայնություններ կարող է կապված լինել նաև մայրիկի հետ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետի նշանում, այս ամսում շարժվելով 15-ից 18 աստիճան ձեր դիմացի նշանում է գտնվում, սիրելի ընկերներ, այսինքն ձեր 7-րդ տանը, իսկ դա նշանակում է Յուպիտերը անցած 2025 թվականի հունիսից մինչև այս տարվա 26 թվականի հունիսի վերջը գտնվելու այնտեղ եւ վստահ եմ, որ շատերը այս ժամանակահատվածում շատ այծեղջյուրներ, հատկապես ասցենդենտով այծեղջյուրները ամուսնացել են, եթե պետք է բաժանվեիք, ապա շատ հեշտ է անցել այդ գործընթացը, շատ հաճախորդներ եք ունեցել, առասարակ Յուպիտերը տարբեր հարցերում ձեզ օգնել է։ Բոլորից շատ Յուպիտերի ազդեցությունը այս ամսում կզգան այն այծեղջյուրները, ովքեր ասցենդենտով են այծեղջյուր, ասցենդենտը այծեղջյուրի 15-ից 18 աստիճանում է գտնվում, կամ ովքեր ծնվել են ամսի 7-ից, այսինքն ներողություն, հունվարի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում, եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա Յուպիտերի ազդեցությունը դուք կզգաք, բոլորից շատ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում ձեր 12-րդ տանը, այս ամսում 11-ից 14 աստիճան շարժվելով, սև լուսինը 12-րդ տանը գուցե այս ժամանակահատվածում, առասարակ սև լուսինը 9 տարի է գտնվում, ձեզ ավելի վատ եք զգում, անհիմն, այսինքն լուրջ խնդիր չկա, ուղղակի ձեզ ավելի մեկուսացած եք զգում, չեք ցանկանում այդքան էլ շփվել մարդկանց հետ, ինչ որ հարցերում, գուցե դիմեք բժշկի, սիրելի ընկերներ, եւ ինչ որ բուժում ձեզ նշանակեմ, որը հնարավոր է որ սխալ լինի, դրա համար լավ կլինի, որ մի երկու մասնագետի մոտ դիմեք, որպեսզի ամեն ինչ ճիշտ գնա։ Սև լուսինը 12-րդ տանը, զգույշ եղեք, որ այնպիսի իրավիճակներում ձեզ չներքաշեն, որից հետո դուք խնդիրներ կունենաք, ինչպես նաև վախեր կբերի ձեզ, որ ձեր գաղտնիքները կարող են բացահայտվել։
Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 5-ից 9 աստիճան շարժվելով, Սատուրնը ձեր 4-րդ տանն է։ Առաջիկա 2-2.5 տարիների ընթացքում այնտեղ է գտնվելու, շատերի ընտանիքի կազմը գուցե փոքրանա, Սատուրնը այդպես է ասում 4-րդ տանն է, գուցե ձեր երեխան ամուսնանա, գնա առանձին ապրի, բնականաբար ընտանիքի կազմը, այսպես ընտանիքում ապրող, անդամների կազմը ավելի կքչանա։ Հնարավոր է օրինակ տեղափոխվեք նոր բնակության վայր, որը մի փոքր ավելի փոքր կլինի, քան որտեղ որ դուք եք բնակվում։ Նման հարցեր կարող են լինել։ Ուրան մոլորակը ապրիլի 24-ից սկսած մինչև 2033 թվականի մայիս ամիսը գտնվելու է երկվորյակ նշանում։ Դա, սիրելի ընկերներ, ձեր 6-րդ տունն է, 6-րդ տունը, ինչպես նշեցի, աշխատանքն է, ընտանի կենդանիներն են եւ առողջությունն է, իսկ Ուրանը այնտեղ այս առաջիկա 7 տարիների ընթացքում բերելու է ձեզ մեծ փոփոխություններ, անսպասելի փոփոխություններ, գուցե անսպասելի փոխեք ձեր աշխատավայրը, ինչ-որ մի խոսքով անսպասելի ինչ-որ իրադարձություններ լինեն կապված վերոնշյալ ոլորտների շուրջ։ Այնուհետև նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը կլինի լիալուսին, կլինի ապրիլի 2-ին, կշերք նշանում ձեր 10-րդ տանը, լիալուսինը դա վերջնական որոշում է, վերջնակետ է ինչ-որ հարցում, այս 10-րդ տունը դա առաջին հերթին կարիերան է, մեր նպատակներն են, ինչպես նաև ստատուսի փոփոխություններն են։ Եվ կունենանք նորալուսին ապրիլի 17-ին, Խոյ նշանում ձեր 4-րդ տանը, նորալուսինը 4-րդ տանը հնարավոր է ունենաք նոր ընտանիքի անդամ, օրինակ, նոր բնակության վայր, կամ տան հետ կապված ինչ-որ նորություն գնեք, օրինակ նոր վարագույրներ, նոր տեխնիկա եւ այլն, համենայն դեպս տան հետ կապված նոր ինչ-որ բան գուցե որոշեք գնել։ Կամ ինչ-որ նորություն լսեք ձեր մայրիկից կամ ընտանիքի անդամներից։ Այժմ լարված օրերի մասին, ապրիլի 4-ը կլինի լարված, Պլուտոնը եւ Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու, այս օրերը զգուշացրեք նաեւ ձեր երեխաներին, որպեսզի զգուշ լինեն։ Կարևոր ֆինանսական գործողություններ մի կատարեք, գնումներ մի կատարեք այս օրը եւ հարաբերություններ մի բարձեք։ Եվ ապրիլի 24-25-ը կլինի լարված, Արևն ու Պլուտոնը կկազմեն 90 աստիճանի անկյուն, այնպես որ զգուշ եղեք։ Այս օրը եւս կարևոր գործողություններ մի կատարեք։ Այսքանը կապված ապրիլ ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։